Սյունիքի մարզկենտրոնում էին, որտեղ հանդիպել են տեղական իշխանությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ու համատեղ քննարկել Կապանի շրջակա միջավայրի պահպանության գործողությունների պլանը։ Կովկաս տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայկական մասնաճյուղը հանրապետության տարբեր քաղաքներում կատարել է շրջակա միջավայրի իրավիճակի վերլուծություններ, կազմել բնապահպանական գործողությունների պլան։ Ծրագիրն արդեն մի քանի ամիս է սկսվել է նաև Կապանում։ Ծրագրի նպատակն է իրականացնել նախագծեր ուղղված տարածաշրջանային, ազգային և համայնքային մակարդակներում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, Հարավային Կովկասի կառավարական կառույցներին փորձագիտական, ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Կարողանալ պլանավորել գործողությունները այնպես, որպեսզի նվազագույն վնաս հասվի շրջակա միջավայրին։ Կապան քաղաքը նույնպես մեր այն քաղաքների շարքին է պատկանում, որտեղ առկա են բազմաթիվ բնապահպանական հիմնախնդիրներ և պլանավորման գործընթացը բնապահպանական պլանավորման մասին է խոսքը, այստեղ անհրաժեշտություն է։ Մենք արդեն կարծեք թե ավարտում ենք առաջին փուլը, երբ պետք իրականացրել ենք առկա իրավիճակի վերլուծություն, փաստաթուղթը արդեն պատրաստ է այս երկու աշխատանքային օրերի ընթացքում, որին մասնակցում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, եւ որոնք ներկայացնում են եւ տեղական ինքնակառավարման մարմինները, եւ հասարակական կազմակերպությունները, եւ գործարար սեկտորը, բոլորը միասին համատեղ ուժերով ներկայացնում ենք, ուղումներ ենք կատարում այդ բնապահպանական իրավիճակի վերլուծության փաստաթղթում, որովհետեւ սա այն կարևոր նախադրյալն է, որը հետագայում կապահովի ճիշտ պլանավորել մեր գործողությունը։ Գործողությունների նպատակը այն չէ, որ կասեցնել որևէ այս կամ այն արտադրական ձեռնարկության աշխատանք, պարզապես երբ մասնագետներն են մասնակցում այդ քննարկումներին, առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք կարող են իրատեսական լինել, որոնք հնարավոր է իրականացնել ինչպես մեր ունեցած միջոցներով, այնպես էլ արդեն երբ պլանավորումը կատարված է, մենք գիտենք որ գործողություններն են առաջնային, որոնք են գերակայող եւ ինչպիսի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ մեզ նման գործողություններ իրականացնելու համար։ Կենտրոնի փորձագետ Էվելինա Ղուկասյանի խոսքով հանրապետության 3 քաղաքներում ծրագիրը հաջողությամբ է պսակվել։ Մասնավորապես Քաջարան քաղաքում ծրագրի շրջանակներում տպագրվել են բնապահպանական դասագրքեր, կառուցվել է սեպտիկ հոր, դպրոցներում ստեղծվել են էկոլաբորատորիաներ։ Փորձագետի կարծիքով Կապանում առաջնային մակերևութային ջրերը աղտոտումից զերծ պահելու հարցն է։ Պլանավորումից հետո մեր փաստաթուղթը, որը հիմնականում կներառի բնապահպանական գործողություններ, որոնք կառնչվեն նաև առողջապահության ոլորտի հետ, կհանձնվի Կապան քաղաքի քաղաքապետարան, կընդունվի ավագանու կողմից եւ միայն ավագանու որոշումը ստանալուց հետո մենք կարող ենք մեր կատարած աշխատանքը համարել ավարտված, իսկ արդեն քաղաքային իշխանությունները կունենան մի փաստաթուղթ, որը կարող են ներկայացնել ինչպես միջազգային դրամաշնորհ տրամադրող կազմակերպություններին, այնպես էլ օգտագործել իրենց ներքին աշխատանքները կարգավորելու եւ ասենք որոշելու համար, պլանավորելու համար։ Կենտրոնում մանրամասն ուսումնասիրություններ է կատարում սկսած տվյալ համայնքի ֆիզիկա աշխարհագրական բնութագրից, կենսաբազմազանության, բնակչության սոցիալական վիճակի, տնտեսության, արդյունաբերության ուղղությամբ, ինչպես նաև ջրմուղ-կոյուղու, աղբահանության եւ առողջապահության ոլորտներում։ Նշենք, որ կենտրոնը ծրագիրը իրականացնում է ԵԱՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ։ Կանանց միամսյակի նվիրված միջոցառումները շարունակվում են։ Հերթականը Սպորտլանդիայի տեսքով կայացել է Կապանի համար 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունում։ Կապանի համար 1 նախակրթարանը միշտ էլ աչքի է ընկել հետաքրքիր ու ինքնատիպ նախաձեռնություններով։ Չորեքշաբթի կանանց միամսյակի առթիվ կազմակերպված Սպորտլանդիան մեկ անգամ ևս ապացուցեց միջոցառման կազմակերպիչների նպատակասլաց ու նվիրված աշխատանքը։ Շահագրգռված ցանկացել են նման պայմաններ ստեղծենք, որպեսզի երեխաները ավելի առույգ Երևան խաղի ընթացքում, թե շրջապատում, թե ծնողների մոտ։ Ծնողներն են ուրախ եւ զգացվում է, նկատել եք, որ ակտիվ մասնակցում են Սպորտլանդիաներին։ Դրանում մենք երեխաների մոտ ճարպկություն, արագաշարժություն, նրանց կոփում ենք սպորտային տարբեր ձևերով եւ աշխուժություն ենք առաջացնում երեխաների մոտ։
Մրցությանը մասնակցում էին ավագ խմբի սաները, որոնք բաժանվել էին երկու որոտ եւ կայծակ թիմերի։ Կազմակերպված Սպորտլանդիան ոգևորել էր թե թիմերին եւ թե հանդիսատեսին։ Անցկացված տարաբնույթ խաղերի ժամանակ երեխաները հանդես եկան առանձնահատուկ ճարպկությամբ եւ արագաշարժությամբ։ Ես սիրում եմ այսպես խաղը։ Ես ուրախ եմ, որ մենք հաղթեցինք այս խաղին։ Այս խաղը ես նվիրում եմ մայիկիս։ Ուրախ եմ, որ մասնակցեցի այս միջոցառմանը, վարչությունները հեշտ էին։ Հա, հեշտ էին։ Դժվար չէին։ Ես օգուտով մամային տասնում էի։ Նախ միմյանց հետ իրենց ուժերը չափեցին կրթարանի սաները, ապա նաև նրանց ծնողները, որոնց խոսքով երեխաները կրթարանում գիտելիքների անհրաժեշտ պաշար անբարելուց բացի տիրապետում են առողջ ապրելակերպի կանոններին։ Երեխաների համար դա մեծ անակնկալ էր, շատ գեղեցիկ էր, մրցույթը կազմակերպված էր շատ հետաքրքիր, երեխաները երևում է, որ շատ ակտիվ են մասնակցում, ինչպես նաև ծնողները։ Բելովարդ շնորհավորում եմ բոլոր կանանց, մայրերին, միամսյակի կապակցությամբ։ Առաջին անգամ եմ մասնակցում նմանատիպ միջոցառման, շատ ողջունելի է։ Իսկ ինչ է տալիս է այն, որ մանկապարտեզ եւ ծնող կապը ավելի է սերտանում։ Երեխաները ավելի ընդունում են սպորտի արժեքը, հասկանում են ինչ է իրենց ներկայացնում սպորտը եւ ֆիզիկական դաստիարակություն են կրթում այստեղ։ Մի խոսքով շատ ուրախ եմ, ցանկանայի, որ հաճախակի կրկնվեն։ Մրցաշարին հետևում եւ յուրաքանչյուր խաղից հետո իր գնահատականներ հրապարակում հանձնախումբը, որը նախագահում էր նախակրթարանի տնօրեն Քրիստինե Սողոմոնյանը։ Այս խաղը նվիրված է ձեզ, սիրելի մայրեր։ Մայրության եւ գեղեցկության այս միամսյակի հերթական միջոցառումներից մեկն է։ Ձեր մասնակցությամբ այսօր ինքնին գեղեցկացրեցիք այս միջոցառումը։ Սպորտլանդիան ընթացավ լարված պայքարում, իսկ վերջում երկու թիմերն էլ արժանացան գավաթների։ Այսքանը եթերում խոստուփ հեռուստաընկերության կապանրու լրատվական ծրագրի հիմնական թողարկումներ։ Բարի գիշեր։